Պատմությունը ցույց է տալիս, հասարակությունը ղեկավարին գնահատում է ոչ միայն ընդունած որոշումներով, այլ նաև նրան շրջապատող միջավայրով։ Ղեկավարի ընտանիքը պետական համակարգի մաս չէ, սակայն այն մշտապես գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենաբարդ սահմանը անձնական կյանքի ու պետական պատասխանատվության միջև։ Քաղաքական մշակույթ ունեցող երկրներում վաղուց ձևավորվել է չգրված կանոն. երկրի ղեկավարի ընտանիքը չի կարող վերածվել ազդեցության կենտրոնի։ Նրանք չեն մասնակցում որոշումների կայացմանը, չեն օգտագործում իշխանությանը մոտ լինելու հնարավորությունը սեփական շահերի համար եւ չեն փորձում պետական լծակները ծառայեցնել անձնական հարմարավետությանը։ Ընտանիքում կարգավիճակը եւ ընտանիքի անդամների վարքը անմիջականորեն ազդում է ավելի շուտ ոչ թե հասարակության վրա ազդեցությունա, որ նայեն եւ ընդհանրինակ կրկնեն այդ վարքը, այլ ավելի շուտ դա վերացնում է նրան, թե արդյոք այս ընտանիքը ինքը ոսել կոռուպցիոն սխեմաների մեջ չի կամ ազդեցություն չի վաճառում։ Մասնագետների խոսքով ղեկավարի ընտանիքը նախ եւ առաջ պետք է լինի զսպվածության օրինակ, հատկապես այն երկրներում, որտեղ մարդիկ սոցիալական դժվարությունների առաջ են կանգնած, ցանկացած ցուցադրական շքեղություն կամ արտոնյալ վարքագիծ ընկալվում է իշխանության եւ հասարակության միջև խորացող անդունդ։ Երկրի ղեկավարի կերպարը եւ այնպես առաջին էշելոններում գտնվող մարդկանց կերպարը հոգեբանական շատ լուրջ նշանակություն ունի տվյալ հասարակության համար։ Ինքը ինչ-որ չափով էտալոնային նշանակություն ունի։ Գիտեք ինչ, ինչպիսին էլ լինեն իրենք, քանի որ հաֆել են ինչ-որ բարձունքների ամենատարբեր ճանապարհներով, իրենք ընկալվում են որպես ուժեղ մարդիկ, օրինակելի, օրինակ վերցնելու արժանի մարդիկ, ոնց դրական մոդելներ են։ Բացի դրանից, իրենք նաև դառնում են մոդել կրկնօրինակման, իրենց վարքը, իրենց պահվածքը ինչ-որ չափով էտալոնային մոդելային է դառնում։ Երկրի ղեկավար ընտրվել է միայն քաղաքական պաշտոն ստանալ չէ։ Սոցիոլոգի խոսքով այդ պահից սկսած փոխվում է ոչ միայն մեկ մարդու, այլ նաև նրա ընտանիքի կարգավիճակը, որովհետև պետության առաջին դեմքի ընտանիքը ուզի թե չուզի դառնում է հանրային վստահության մաս։ Ընտանիքի անդամների ցանկացած քայլ աճ, ձախ, վերև, ներքև ինքը հիմնականում բացասական կերպ ազդում չկան, հենց շատ հազվադեպ է լինում, որ դրական ազդեցություն է այդ ֆանտաստիկ սոցիալական ազդեցություն պետք է ունենա, որ բանը կինը կամ ամուսինը անպատասխանաբար ինքն իրենով մեծ ազդեցություն ունենա դրական, հիմնականում հումանիտար ոլորտում, որպեսզի կինը կամ ամուսինը մաքրի այդ վարկանիշային բացասական կոմպոնենտները։ Այս առումով հայ հասարակությունը խնդիրներ ունի։ Հոգեբանի խոսքով երկրի ղեկավարի ընտանիքի անդամների սխալ վարքը, մանավանդ երբ այն դրսևորվում է այլ երկրներում, ազդում է հասարակության ինքնագնահատականի վրա։ Փաշինյանների ընտանիքն իր սև գործն արդեն արել է։ Եթե երկրի ղեկավարի կերպարը, ընտանեկան հարաբերությունները ով աղավաղված են, խեղաթյուրված են, այդ մոդելը ինքը էլի կարող է ինչ-որ չափով ազդեցիկ լինել, որ մոտավորապես այսպես, այս երկրի ղեկավարը, ղեկավարի կինը, այսպես են հում իրենց, ես ով եմ, ես փոքր մարդ եմ, ես հանգիստ կարող եմ ինձ այդպես պահել ու պահել։ Այս հարցը հատկապես սուր է հնչում այն երկրներում, որտեղ իշխանության եւ հասարակության միջև վստահության ճգնաժամ կա։ Հայաստանում եւս վերջին տարիներին հանրային քննարկումների կենտրոնում հաճախ հայտնվում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը, այլ նաեւ նրա ընտանիքը։ Այսօր եւս նրա ընտանիքը հանրության քննարկման թեման է։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։